Վերջին տարիների ամենամեծ, ամենասկանդալային ու թերևս ամենակարճ ընդամենը 7 րոպե տևողությամբ տեղի ունեցած կողոպուտի գործով կան կասկածյալներ։ Թանգարանի անվտանգության աշխատակիցները հնարավոր է հանցավոր համաձայնության մեջ են եղել գողերի հետ եւ օժանդակել են կայսերական գանձերի հափշտակությանը։ Քննիչները վստահ են անվտանգության ծառայության առնվազն 1 աշխատակից կողոպուտից առաջ ուղիղ կապի մեջ է եղել հանցախմբի անդամների հետ։ Թեպետ ըստ քննիչների կան ապացույցներ կողոպուտի բացահայտման համար, անդամների ինքնությունը դեռ պարզված չէ։ Թվում է ոչինչ չի կարող ավելի հետաքրքիր լինել, քան ամենապաշտպանված թանգարանից գողությունը, բայց ֆրանսիական եւ միջազգային մամուլի ուշադրությունը հիմա սևեռված է Ֆրանսիայի դատարաններից մեկին, որտեղ փորձում են հասկանալ պետության առաջին տիկնոջ օրիենտացիան։ 10 մեղադրյալներ կկանգնեն Փարիզի քրեական դատարանի առաջ Բրիժիտ Մակրոնի գենդերային պատկանելությունը, ինչպես նաև սեռական կողմնորոշումը կասկածի տակ դնելու համար։ Մեղադրյալները իրենց բնորոշմամբ խոսել են փաստերով, ըստ նրանց այս փոքրիկ տղան Բրիժիտ Մակրոնն է, մի փոքր փոխված։ Հենց այս կինը, որը ապտակել էր հանրապետության նախագահին տեսախցիկների առաջ, հետո էլ նրա ձեռքն օդում էր թողնում բարձրաստիճան հանդիպման պահին, ամբաստանյալների մեկնաբանությամբ նաև պետոֆիլ է, մասնավորապես ամուսնուց մեծ է գրեթե 25 տարով։ Նրա ավագ որդին Մակրոնից 2 տարով մեծ է։ Մեղավոր ճանաչվելու պարագայում ձերբակալված 10 անձանց սպառնում է մինչև 2 տարվա ազատազրկում։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։